Հայաստանը ունի ընդերքի շատ մեծ պոտենցիալ։ Այդ պոտենցիալը օգտագործվել է նաև սովետական միության ժամանակ։ Բոլորիս հայտնի է սովետական միության տվյալներով 1988 թվականի սովետական միության տվյալներով հայտնի է, որ Հայաստանը այդ տարիներին արտահանել է լեռնամետալուրգիայի հումք դեպի սովետական միության տարբեր ուղղություններով քաղաքներ, տարվա մեջ մոտավորապես 20-25 միլիարդ դոլարի հանքանյութ, մետաղական, ոչ մետաղական ձևով։ Բայց այդ տարիներին, սովետական միության վերջին տարիներին, Հայաստանի բյուջեն եղել է ընդամենը 2 եւ 2.5 միլիարդ դոլարի չափով։ Այսինքն Հայաստանը դեռ սովետական միության ժամանակ եղել է դոնոր հանրապետություն։ Ամենաշատը տվել է միութենական բյուջե, քան վերցրել է, 10%-ն է ընդամենը վերցրել։ Եվ երբեք այն մեղադրանքները, որ Հայաստանը եղել է Մոսկվայից կախված, տնտեսական առումով դա ճիշտ չէ։ Ելնելով դրանից այդ ռեսուրսները չեն վերացել, չեն չքվել, դրանք մեր սարերն են, մեր տարածքն է, այն ժամանակ էլ է եղել 30-31 հազար քառակուսի մետր, հիմա էլ է 29 հազար, համարյա 30 հազար քառակուսի կիլոմետր։ Ինչն է պատճառը, որ մենք այդքան մեծ պոտենցիալ ունենալով մեկ տարվա ընթացքում կարողացել ենք մոտ 20-25 միլիարդի արտադրանք տալ, իսկ այսօր չեն կարողանում։ Պարզվում է, շատ պարզ է այդ բացատրությունը դրա։ Երբ որ մենք 91 թվականին փլուզվեց սովետական միությունը, Հայաստանը նույնպես ձեռք բերեց անկախություն, այդ անկախության ժամանակ մենք չկարողացանք մեր օրենքները ճիշտ ձևակերպել, որպեսզի կարողանանք մեր ռեսուրսներից օգտվենք։ Անկախության հռչակագրում գրված է, որ բնական ռեսուրսները Հայաստանի դա ժողովրդի սեփականությունն է, ընդերքի սեփականություն, ժողովրդի սեփականությունն է, բայց այդ ժամանակ արդեն ընդերքը չէր օգտագործվում, հարկային դաշտում չկար, հանձնարարված էր տարբեր կոոպերատիվ, ակցիոներական, մասնավոր ընկերություններին, որոնք համարելով, որ Հայաստանի ընդերքը իրենց սեփականությունն է, ինչպես ուզում էին, այնպես աշխատում էին։ Հայաստանի բյուջեն չէր ստանում ռեսուրսներ, որպեսզի սոցիալական հարցերը կարողանար լուծել։ Եվ այդ տրադիցիան հետո հասկանալով իշխանությունը, որ չի համապատասխանում սահմանադրության հետ, 95 թվականի սահմանադրությունում նույնպես գրված էր, որ 1995 թվականի, որ Հայաստանի բնական ռեսուրսները, հանքերը ժողովրդի սեփականությունն են։ Հաջորդ սահմանադրությունը, երկրորդ սահմանադրությունը, երբ որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 2005 թվականին ընդունվեց, արդեն համապատասխանեցնելու այդ, որպեսզի համապատասխանեցնեն թալանին եւ ոչ թե ընդերքը ծառայի ժողովրդին, սահմանադրության մեջ գրվեց, որ հանքային ռեսուրսները Հայաստանի պետության սեփականությունն են։ Երրորդ սահմանադրության ժամանակ, որը Սերժ Սարգսյանի ժամանակ ընդունվեց 2015 թվականին, արդեն այդ կետը, սեփականության կետը ձևակերպեց հետևյալ կերպ. ընդերքի հարստությունը պետության սեփականությունն է, միաժամանակ ընդունվելով հանքերի մասին օրենք, որտեղ գրվեց այդ սեփականությունը կառավարում է կառավարությունը։ Այսինքն առաջի սահմանադրությունով ժողովրդի սեփականություններ, երկրորդով դարավ պետությանը, երրորդով դարավ արդեն կառավարության տնօրինության տակ գտնվող։ Եվ այդ ընթացքում երբեք հարկային դաշտում լեռնամետալուրգիան չի եղել։ Այսինքն նախկին սովետական միության ժամանակի 20-25 միլիարդի արտադրանքը հանրապետության
չի եղել հարկային դաշտում, այդ բոլոր մեր խնդիրները սոցիալական այդտեղից են գալիս։ Եվ բացի դրանից կառավարության որոշման մեջ էլի 15 թվականի գրված է բացի հանքերի մասին օրենքի, որ կառավարությունը հանձնարարում է լիցենզիաները, հանքային ռեսուրսների բաշխումը իրեն մասնաճյուղ վարչություններին, կոմիտեներին, որպեսզի նրանք կառավարեն, այսինքն ավելի ցածր մակարդակի չինովնիկներին միաժամանակ այդ ընթացքում երբեք չի եղել վերահսկող որևէ կազմակերպություն հանք արդյունաբերության բնագավառում պետության կողմից եւ այսպես ասած երբ որ համատարած եղել է թալան այդ հիմնական ռեսուրսի հանրապետության պետության ժողովրդի դա եղել է նրանից որ չի եղել հսկողություն ոչ մի հսկողություն եւ վերահսկողություն առաջ երթին մենք պիտի վերականգնենք այնպես անենք որ մտնի հարկային դաշտ սովետական միության փլուզումից հետո համատարած կոոպերատիվներ մասնավոր ձեռնարկություններ ակցիոներական ընկերություններ էին ստեղծվում եւ բոլոր պետական ձեռնարկությունները անցնելով պրիվատիզացիա սեփականաշնորհում դարան տարբեր տեսակի սեփական կազմակերպություններ ակցիոներ այդպես գուցե այդպես է մտել բյուջե թե ոչ այդպես էլ չի մտնել որտեվ ակցիոներական ընկերությունները այդ ժամանակ բոլոր պետականները մասնավոր անձիկ, մասնավոր կազմակերպությունները ստանալով այդ ակցիաները իրենց հիմնարկությունները ձևակերպում են offshore-ի գոտիներում, ուրեմն հարկային դաշտ լեռնամետալուրգիան մտավ 18 թվականից հետո որ ժամանակ մի քանի անգամ հարց բարձրացնելով իշխանության արչև դեռ Քերոբյանի ժամանակ երբ որ նախարար էր հանդիպելով երկու նախարարների հետ անմիջապես կառավարությունը հասկացավ որ այդպես մեծ գումարների աղբյուր է սոցիալական հարցերը լուծելու համար շատ արագ 20 թվականի եթե չեմ սխալվում փետրվարին արդեն առաջին անգամ մտավ հարկային դաշտ Այսօրվա իշխանությունը առաջին անգամ լեռնամետալուրգիան մցրեց առաջին Ինչ ձևով օրենք ընդունելով հարկերի կվոտաներ ամբողջ աշխարհում միջազգային օրենքի համաձայն բայց համաձայն միջազգային օրենքի հանքարդյունաբերությունից պետությունը ամենակիչը ստանում է 51%-ից ավել Առաջի անգամ իհարկե օլիգարխները չհամաձայնվեցին կարողացան միայն 17% հարկեր դնել բնական ռեսուրսների էկոլոգիայի պահպանության տարբեր առիթներով 17% կարողացան այդ կազմակերպություններից պետությունը վերցնել հետո ավելացրին եւս 5% դարավ 22 իսկ մեկ տարի առաջ հիշում եք երբ որ կառավարությունը եւս մեկ անգամ բարձրացրեց որ ուզում էր հարկերը բարձրացնել մինչև 35% էր ուզում բարձրացնել Քաջարյանի գործադուլները հիշում եք մետալուրգիական ձեռնարկությունների դա կապված էր դրա հետ որ հարկերը օլիգարխները չէին ուզում որ բարձրացնեին իսկ ասեմ համաշխարհային պրակտիկան ինչպես է հանքարդյունաբերության մեջ աշխատող բոլոր ձեռնարկություններին չի թույլատրվում որպեսզի լինեն գրանցում ունենան offshore-ային գոտիներում հանքարդյունաբերության մեջ աշխատող ձեռնարկությունները լինի սեփական լինի պետական պիտի պարտադիր գրանցում ունենան պետության ներսում Հայաստանում կա այդպիսի սահմանափակում Հայաստանում չկա Այդ այսինքն շարունակում են հա եւ միջև հիմա օրինակ որ նույնիսկ արտահանման ցուցանիշները նայում ենք թե որ երկիր է արտահանվել այդ երկիրը շղթայի վերջը չի Այսինքն հաճախ ինչ որ մի X երկիր է արտահանվում, որտեղից հետո կորում է հետքը, թե ուր են գնում, այսինքն բացի օֆշորում գրանցված լինելը մի մասը, բայց նաև մատակարարների սպառողների մասին մենք չգիտենք։ Այսինքն մենք չենք տիրապետում, թե համաշխարհային շուկայում Հայաստանի հանքարդյունաբերական արտադրանքը հատկապես որ երկրներն են վերջնում։ Մենք գիտենք, որ ասենք եթե ոսկին արտահանվում է Շվեյցարիա, կամ ասենք թե Բուլղարիա, կամ մոլիբդենը
գնում է էլի ասենք թե ինչ-որ եվրոպական երկիր եւ այլն, բայց դրանք վերջին սպառողը չեն։ Եվ այդ միջնորդությունները, որոնք ճանապարհին մեծ գումարներ են աշխատում։ Մեզ մոտ ինչ է ստացվում։ Հիմնականում Հայաստանը վաճառում է հումքային ձևով, չվերամշակված կամ չնչին վերամշակված։ Այսինքն մեր հանքարդյունաբերությունը աշխատում է առանց ավելացված արժեքի ստեղծման մոդելի։ Հիմնականում հումքային ձևով եւ իհարկե մենք պարտենում ենք, որ ասում ենք, աշխարհի ասենք թե տասնյակի մեջ է Հայաստանը օրինակ մոլիբդենի, ֆերոմոլիբդենի մասով 6-րդ տեղն է, ընդամենը 7600-8000 տոննա, ասենք տարեկան եւ այլն, բայց դրանք որ նայում ենք թե ՄԱԿ-ի կողմից անվանված այդ եռանկյունու մեջ տնտեսություն, բնապահպանություն եւ սոցիալական խնդիրներ, ինչպես են դրանք ներդաշնակեցված, դրանք ներդաշնակեցված չեն։ Հայաստանը միջև հիմա հանքարդյունաբերությունը հանդիսանում է բնապահպանական բեռ հաճախ, այսինքն բեռը ավելանում է հանքարդյունաբերության ավելացման զարգացման հետ, այսինքն տեխնոլոգիաները հին են, բնապահպանական վնասները շատ են, բացի դրանից էլ թափոնները ահռելի շատ են։ Ինչու, որովհետև երբ որ այդ լիցենզիաները տրվում են կամ պետության վերահսկողությունը թույլ է, միշտ շահագործողները օգտվում են դրանից, որ ինչքան կարելի է թեկուզ փչացնելով, շատ բան փչացնելով իրանց ուզած քանակը ստանան։ Տեսեք ինչ կա։ Պոչ ամբարները հսկայական տասնյակ միլիոնավոր տոննաների պոչ ամբարներ ունենք, տասնյակ միլիոնավոր տոննաների հաստատ։ Այդ պոչ ամբարները շատ հարուստ են, շատ տարբեր մետաղներով, ոչ միայն բուն մետաղով, այլ նաև հարակից այլ մետաղներով, ասենք սելեն, ռենիում կամ այլ հազվագյուտ մետաղներ կամ ոսկի, արտադ, ցինկ եւ այլն։ Բայց օրենքը նաև այնպեսին է, պարոն Միրզախյանը այդ մասը ավելի խորը կասի, որ լիցենզիայով դու հանքարդյունաբերությունը շահագործում ես, բայց արդեն ստեղծված պոչամբարը թափոնը հանդիսանում է ընկերության սեփականությունը, այլևս պետության սեփականությունը չի։ Այսինքն պետությունը թույլ վերահսկելով, էժան լիցենզիաներով թույլ է տալիս հանքը շահագործել, շահագործողը մի օգուտ ստանում է արտադրանքը ստանալուց հետո որ վաճառում է, բայց երկրորդ օգուտը նա կուտակում է տարիներով այդ պոչամբարներում, որտեղ հսկայական հարստություն կա։ Իսկ դա վերահսկվում է։ Եվ դա չի վերահսկվում, միայն բնապահպանության առումով վերահսկվում է, որ ասենք ծածկում են պոչամբարը վերահսկում են հարկայինով։ Հարկայինով արդեն չէ, ինքը գնում է որպես պոչամբար եւ այդտեղ հետագայում որ կարող այդ ռեսուրսը որպես երկրորդ ռեսուրս օգտագործի արդեն ձեռնարկությունը կամ սեփականատերը այդ մասով հսկայական քանակի նյութերով այդ պոչամբարը հանդիսանում է արդեն ինչ սեփականություն, եւ պետական սեփականություն չի։ Կարելի ասել թաքնված եկամուտի աղբյուր է դա հանդիսանալու։ Թաքնված չի, բայց թաքնված է նրան այնքանով, որ պետությունը պոչամբար կատեգորիա սահմանելով որպես պոչամբար այլևս չի հետևում ինչքան ռեսուրս որ ժողովրդի ռեսուրսն է գնաց այնտեղ ու որպես գերեզման մնաց ժամանակավորապես դրա համար տեսեք պոչամբարների հետ կապված երբ որ մենք նաև ժամանակին դիմել ենք բնապահպանության նախարարությանը որ թույլատրեին ուրեմն թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ զարգացնել, նույնիսկ եղել են ներդրողներ եւ այլն, միշտ նախարարությունը գրել է պաշտոնապես, որ դա պետք է բանակցել ձեռնարկության հետ։ Դա արդեն մեր սեփականությունը չի, բայց ձեռնարկությունն էլ վատ տեխնոլոգիաների պատճառով ահագին հարուստ մետաղներով պոչամբարը դարձնում է իր սեփականությունը հենց այնպես որպես արտադրական թափոն։ Բայց իրականում դա թափոն չի, դա թափոն է, բայց այնտեղ նաեւ լիքը հանքարդյունաբերական նյութ կա։ Որ պետությունը նաև պետք է լինի շահագրգռված պրոգրեսիվ հարկային մեխանիզմներով, թե այլ մեխանիզմներով շահագրգռի ավելացված արժեք ստեղծելը։ Այսինքն օրինակ, եթե հիմա արտանում են հումքային ձևով ինչ որ հարկեր են վճարում, այդ հարկերը կարող է պետք է բարձրացվի, որ ձեռնարկություն լինի շահագրգռված ավելացված արժեք ստեղծել, այսինքն վերամշակել ավելի խորը։ Եվ վերամշակման արդյունքում նաև պոչամբարում այդքան չի գնա կուտակվի թափոնի անվան տակ հարստություն, որը ժողովրդի հարստությունն է։ Ես ուզում եմ դա նշել, պարոն Միրզախյանը միտքը շարունակել, որ ժողովրդի հարստության մի մասը պոչամբարի անվան տակ գտնվում է գերեզմանոցում, պոչամբար գերեզմանոցում։ Եվ դա արդեն դուրս է մնացել հսկողությունից։ Ընդհանրապես բնապահպանությունը հետևում է, որ պոչամբարները թաղվեն, ծածկվեն եւ այլն, բայց տասնյակ միլիոնավոր տոննաներ են դրանք եւ այնտեղ պատկերացրեք ինչքան նյութեր կան։